Ցուցահանդեսը վերջի 7 տարվա իմ մտածումների արտահայտությունն է։ Ընդ ոչ միայն նկարներն լինելու, այլ նաև այնտեղ ինստալացիա պիտի լինի, քար, որը բերվել է Աղավնոյից, հետո հիմա ցուցադրվում է բնության մեջ մեր մոտ Սիսիանում, այ ինքը պիտի լինի, ֆոտոներ պիտի լինի այդ 7 տարվա պերֆորմանսների ֆոտոներից պիտի լինի ու բացի դրանից մի 10-16 հատ էլ նկար պիտի լինի, որը ինքը գաղափարական այդ ամբողջը նվիրված է ռևանշ լինելու է այդ գաղափարաբանությանը, այդ 3 տարերը արվեստի ասեմ, նկարչության ասեմ, այդ տարերը դրա արտահայտությունն են այդ գաղափարի։ Քանի որ նշեցիք ռևանշ լինելու էի մասին, այսինքն նաև նկարները ինչ որ առումով քաղաքական բնույթ են իրենց մեջ կրում, այսինքն արտացոլում են ներկայիս իրավիճակը ու նշեցիք, որ 7 տարվա ընթացքն են նկարագրում։ Ինչ եք կարծում, ինչն է պատճառը, որ օրինակ շատ արվեստագետներ չեն ուզում քաղաքականության մաս դառնալ կամ նշում են, որ իրենք քաղաքականությունից զուրկ են, կամ հենց նույն քաղաքականությունը ինչքանով է կարևոր արվեստի մեջ։ Ուրեմն ասեմ, որ նախ որ այդտեղ չեն որոշները, դաստիարակության խնդիր է առաջինը։ Նայած թե տանը ոնց են իրանք դաստիարակվել։ Սա մեկ։ Երկրորդ, ես դեմ չեմ, որ բոլորը չկան այնտեղ կամ չգիտեմ, չեն ընդունում, ենթադրենք քաղաքականություն ասածը։ Երրորդ, չկա տենց բան, որ քաղաքականությունից դուրս լինի։ Չկա դեզերքում այդպիսի բան։ Այս չորրորդ, հետո լիքը մարդկանցից լիքը բան չի կարելի պահանջել։ Դա որոշակի ինչ որ խմբեր են լինում։ Մի մասը ընդհանրապես հասարակությունը բաժանված է տարբեր շերտերի։ Ես շատ վաղուց բանը մի հատ հոդված եմ կարդացել, որոնք հասարակության պլյուս-մինուս տոկոսային, ընդհանրապես ոչ միայն հայ հասարակության, մարդկության, ուրեմն տոկոսային բան, 5%-ը ենթադրենք ստահակ ալնում, 5%-ը ենթադրենք դավաճան ալնում, 5%-ը հերոս ալնում, մի հատ մեծ մասը այլ կա անտարբեր է։ Այ նույնն էլ մեր մոտ է։ Պետք չի զարմանալ եւ պետք չի այդ մարդկանց պախարակել կամ ինչ որ շատ բաներ պետք չի պահանջել մարդկանցից։ Նույնը արվեստագետներից։ Հիմա ինքը չի ուզում այս process-ների մասնակցել, դա իր խնդիրն է։ Այդքան բան։ Բայց դուք որպես արվեստագետ, ինչպես եք գնահատում այն, որ արվեստագետները պետք է մաս կազմեն, օրինակ նույն քաղաքականությանը լուրջ չմնան, երբ ինչ որ տեղ են ունենում process-ներ, որոնք կարող են նաև ազդեցություն ունենալ իրենց վրա, երկրի վրա։ Դե նորից եմ ասում, բոլորը չի որ պետք է մասնակցեն։ Նախ առաջինը դրա համար ինչ որ պաշար պիտի ունենան, որ նախկինում կուտակել են իրանց մեջ, կարդալով, տեսնելով, չգիտեմ։ Երկրորդը, ստեղ գիտեք հարցը նաև ինչումն է։ Հարցը այնտեղ է, որ մարդկանց այն մասը, ովքեր որ ենթադրենք այդ բանի մեջ են, իրանք պայքարող տեսակն են։ Իսկ եթե պայքարող ես, չես կարող կողքի կանգնես, կապ չունի ով ես, ինչ ես, արվեստագետ ես, թե արվեստագետ չես, որևէ նշանակություն չունի։ Եվ երբ որ դու պայքարող տեսակ ես, ուրեմն միշտ մեջն ես ելնում։ Իսկ նրանք ովքեր որ չեն, մարդ են, ինչ անենք։ Այսօր քանի նկար է ցուցադրվելու ցուցահանդեսին։ Այսօր ընդհանուր, ես մոռացա ասեմ, որ նաև բակլաշկան անդերներ, որ կարևոր դերակատար, բակլաշկա ջրաման է հայերեն, զինվորական իմ այդ 44 օրյայի ջրամանը։ Ուրեմն
պարտությունից հետո ոնց որ յուրաքանչյուր հայ ես էլ իրանց նման շատ ծանր տարա այդ պարտությունը մանավանդ որ 2 տարի շարունակ դու գնում ես հասնում ես ընդհանրենք ֆիզուլի հետո 44 օրում հետ ես գալիս հա այդ պարտությունը ու մոտավորապես մի 6-7 ամիս շատ այդ վիճակի մեջ էի դեպրեսիվ են ասում ինչ են ասում չգիտեմ հա հետո որ արդեն մի քիչ կարծես թե հանգստացել էի ուսապարկս ձեր չէի տվել պատերազմից հետո որոշեցի որ պետք է ինչ որ անպետք բաներ կա թափել ինչ որ ու այնտեղ այդ ջրամանը ու հիշեցի որ ջուր եմ վերցրել հադրութից եւ հադրութի ջուրը այդ ջրամանի մեջ ու այդտեղից սկսեց պերֆորմանսների շարքը որ նաեւ ռևանշի հետ կես կապեցի եւ այտենց այդպես է եղել Իսկ նկարների քանակը ընդհանուր նշեցիք ինչքան քանակը մենակ նկար չի էլի ասի այնտեղ քար կա հա քարը նշեցիք մի հատը քարա որ փշալարով բանը արված պարուրված հա դա ահավնոյից եմ բերել որ փակվում էր ահավնոն այդ բակլաշկան է մի 7-8 հատ ֆոտոներ են այդ պերֆորմանսներից եւ մի 15-16 հատ նկարներ են այդտեղ ձեր ամենասիրելի այսպես ասած նկարը կամ թեկուս հենց նույն քարի իրերի մեջ որն է որի հետ շատ այսպես կապված եք ու մեծ պատմություն ունի այդ բակլաշկան այդ բակլաշկայի ջուրը պերֆորմանսների ժամանակ ես սկսում էի մասնակիցների աչին այն մտայնությամբ, որ իրանք աչը հատու պիտի լինի, սուր պիտի վերցնեն վաղը, մյուս օրը, չգիտեմ, 10 տարի հետո, 20 տարի հետո, եւ այդ աչը պիտի այս ջրով հզորանա եւ այն ինչ որ մենք մտածում ենք այս արևի տակ, որ եթե ուզում ես ապրես, ուրեմն պիտի կռվես դա հարետայվ կռվի խնդիրն է եւ այդ պերֆորմանսների շարքը ջրի հետ կապված դրան էին վերաբերում դրա համար բակլաշկան իր ներսի պարունակություն հիմա մի քիչ է մնացել ներսի պարունակությամբ այդ ջուրը շատ ամենաթանկ բանն էր իմ համար Պարոն Ավագյան, իսկ ինչ եք կարծում ձեր արվեստը ինչպիսի նշանակություն կամ ազդեցություն կարող է գործել մարդու վրա, եթե նա օրինակ նայի հենց ձեր աչքերով այդ արվեստին։ Նշանակությունը եւ ազդեցությունը չեմ կարող ասեմ, բայց ես մի բան գիտեմ, որ արվեստը ինքը բացի կոմունիկացիա, բացի գեղագիտություն, բացի պլաստիկա կամ ինչ, այդ բաներից բացի ինքը նաեւ պրոպագանդա է։ Եվ ինչ որ ես արել եմ, դա ավելի դեպի պրոպագանդայի ուղղությունն է, ավելի դեպի պրոպագանդան է ուղղված, ավելի ճիշտ։ Եվ եթե մարդու մեջ թողում է որևէ հետ, դա լավ է։ Ու հիմա մի հատ բան ասեմ, երբ որ ես սկսեցի այդ պերֆորմանսների շարքը, 2 հոգուց ենք, չէ, 3 թե 4 հոգուց ենք սկսել։ Հետո վերջի պերֆորմանսները, երբ որ անում էի 100-150 մարդեր, այսինքն այդքան հետևորդներ արդեն կար։ Այսինքն մարդիկ կան, որոնք որ ենթադրենք իմ այդ գաղափարը կիսում էին եւ իրանք ինպես վստահ են, որ մի օր այդ գաղափարը ռևանշ լինելու է, այդ գաղափարը, որը մեզանից դուրս է, մեզանից անկախ է եւ տիեզերակարգավորման ժամանակ մեր մեջ դրել են արժանապատվության ենթադրենք հետ չգիտեմ, սիրո հետ, ատելության հետ, վախկոտության հետ մեր մեջ դրել են, ինքը մի օր պիտի արթնանա։ Եվ ես վստահ եմ, որ ինքը արթնանալու է, որտեղ մեզանից չի կախված։ Ամբողջ պատմությունը մեր որ նայեք, եւ ոչ միայն մեր, այն լուրջ ժողովուրդների։ Իրանք միշտ ինչ որ ժամանակ են ունենում, որոնք երբ իրանք
հատակում են, հետո կամաց ժամանակա գալիս միած սերունդը աճում, գաղափարական որոշ լիդերներ են հայտնվում, որոնք սկսում են բարձրացնել այդ կորը եւ հասնում են միտեղ, որ իրանք իրենց նպատակին են հասնում։ Հիմա ես կարծում եմ իմ արածը ընդհանրապես պրոպագանդիստական բան է, որ ինչ որ մարդկանց կարող է վրա ազդի եւ արթուն պահի։ Չնայած դուք մոտավորապես իմ վերջի հարցին անդրադարձաք, բայց կուզեմ այս հարցը տալ, քանի որ ռևանշի մասին խոսեցիք, ռևանշ դինելու է ձեզ։ Անպայման։ Անպայման։ Տեսեք, մեր ժողովրդի պատմությունից, ասենք Սյունիքը 1400 թվականներին ծղուկը դատարկվում է։ Հետո սկսում են այդ կարմիր գլխավոր գլուխներ, բան, տեղափ հայերով դատարկումը գնում են լոռի։ Հետո անցնում է մի ժամանակ, հետո սկսում են ինչ որ Ղարաբաղից, Նախիջևանից, ուրիշ տեղերից, ինչ որ Անից նույնիսկ մարդիկ հավաքել այդ գավառում։ Հետո սկսում է իրանց մեջ արթնանալ արժանապատվության զգացողությունը եւ 1701 թվականին անգակոթի ժողով Իսրայել օրի չնայած Լեոն մի քիչ քմծիծաղող այդ ժողովը, բայց բոլոր դեպքերում ինչ ունեին կետեր եւ իրանք սկսում են միջոցներ ու տարբերակներ փնտրել վաղվա համար։ Հետո գալիս են ավելի, հետո Դավիթ Բեկը գալիս, հետո կռիվ է տալիս, հետո էլի պարտվում են, հետո գալիս են արդեն Ռաֆուս սերունդը, հետո գալիս է մի ուրիշ սերունդ, որը պաշտպանում է, ենթադրենք, ես մեր հատվածի մասին ասեմ, Քերին է գալիս 6 թվականին, Նժդեհը իր օգնականներ, հետո Անդրանիկն է գալիս, հետո Նժդեհն է այնտեղ, Պողոս Տեր-Դավթյան բան։ Այսինքն, այդ բանը չի կարա մեռնի ժողովրդի մեջից։ Եթե իհարկե ինքը ամուլ չի այդ ժողովուրդը։ Մի փոքր գաղափար, մի երկու հատ լիդեր, որոնք իրանց հետևից մասսա կարող են տանել, եւ քեզ ռևանշը պատրաստ է։ Հիմա այն ինչ որ իմ խնդիրն է, իմ խնդիրը վաղվա մասին է։ Մեր ժողովրդի վաղվա մասին է։ Եվ ես վստահ եմ մի օր այս վիճակից արթնանալու է մեր ժողովուրդը։ Սենց չի մնա։ Հիմա կլինի 10 տարի հետո 15։ Տեսեք 1400 թվից մինչև 20-րդ դար, այսինքն մինչև Նժդեհ։ Տեսեք ինչքան ժամանակ է։ Ու անընդհատ միշտ արթնանում էր։ Մեզան չկախված չի այդ, չգիտեմ, գաղափարը, երևույթը, վնասը ինչ է, դուք ավելի լավ պետք է իմանաք։ Իսկ ձեր կարծիքով ի՞նչն է քնեցրել մեր ժողովրդին։ Դժվար բան է։ Նախ պարտությունը շատ կեղտոտ ձևի պարտվեցինք։ Տղամարդու պարտություն էր, այն ինչը որ ես եմ տեսել։ Բայց հետո այդ պրոպագանդան, որ մարդկանց մեջ առաջացրեց անզորության զգացողություն, որ դուք փախել եք, դուք ես եք արել, այն եք արել, փոխարեն հակառակը լիներ։ Եվ այդ պատճառով ես կարծում եմ, որ կոպիտ սխալ են արել։ Այդ հիմնականում իշխանական պրոպագանդան էր գնում տենց։ Ես կարծում եմ իրանք կոպիտ սխալ արեցին։ Բայց միևնույն է, չեն կարալու զսպեն, այն որ մի անհատի 2, 3, 4, 5 կամ 100 հոգու մեջ նստած է։ Չի լինելու այդ զսպել։ Մի օր դրանք բացվելու է։ Դուրս է գալու։ Եվ ինքը իր հետևից տանելու է ժողովրդին։ Այդ ձևը եղել նաև
բանը չէ, առաջի պատերազմը, դուք կարծում եք ինչ, ընդեղ էլ լիքը կային, որոնք թերահավատ էին վերաբերում այս ամեն ինչին եւ այլն, բայց որովհետեւ հաղթելու այս զգացողությունը, ոչ թե զգացողությունը, հաղթելու փաստը թույլ չէր տալիս իրանք բարձրաձայնեին։ Լավ ալնելու, վստահ եմ, լավ ալնելու։ Ես չեմ ելնի, բայց դու տենալու ես կարծում եմ։